378,000 քաղաքացի օգտվում է կենսաթոշ հետ վճարի համակարգից, դա բոլոր ստացողների 57%-ն է 660-ից, այսինքն դա խիստ զանգվածային միջոցառում է, որից օգտվում են այդքան մարդ եւ կարող են օգտվել բոլորը։ Հետ վճարի համակարգի ներդրումը պատահական չի, այն ունի երկու նպատակ։ Մենք միշտ բարձրաձայնում ենք դրա մասին եւ այդ երկու նպատակը պետք է դիտարկել միշտ միասին։ Առաջին նպատակը դա այո, մեր քաղաքացիներին թույլ տալ ավել ստանալ իրենց կենսաթոշակները եւ նպաստները, բայց նաեւ կա երկրորդ նպատակը, որը տնտեսության ստվերից դուրս գալն է, տնտեսության ստվերից դուրս գալը, որը որ պետք է նաեւ հավելյալ հարկեր հավաքագրվեն, որպեսզի կարողանանք նաեւ բարձրացնել թե կենսաթոշակների նպաստները, թե մնացած բոլոր պետական ծախսերը, եւ այդ տեսանկյունից դա այսպես անգլերեն ասած win-win կամ հայերեն հաղթանակ լուծում է, որ հաղթում են երկուսը, այսինքն դու ստանում ես քո ավել հետ վճարը եւ նաեւ դրանով գեներացնում ես հավելյալ հարկեր, որով որ ըստ էության այդ հետ վճարը տրվում է։ Ուղիղ բարձրացումներ եղել են կենսաթոշակների մինչ օրս, բայց մենք կարծում ենք, որ այս նորարարական լուծումները, որոնք դուք նաև տեսնում եք, որ կիրառվում են արդեն նաև ուրիշ գործիքներով, ոչ միայն կենսաթոշակների, այլև ընդհանրապես մեր քաղաքացիներին հավելյալ եկամուտներ ապահովելու, այդ 2%-ի։ Այդ գործիքները շատ էֆեկտիվ են եւ մենք նաև դրա շնորհիվ ենք ունենում պետական բյուջեի հավաքագրումներ, պետական բյուջեի կատարում, որի մասին նաև երեք խոսեցինք, եւ այդպես շարունակ։